Սիրելիներս բարի լույս, մենք պատրաստվել ու գնում ենք դպրոց, այսօր միջոցառում ունեն, հուսամ որ լավ կանցնի, չեն ամանչի, սովորաբար Վիկտորն ամանչում է ու այսպես կիսատ է մնում, կամ էլ ասում է չեմ ուզում ելույթ ունենալ, պատրաստվել գնում ենք, ուշանում ենք ես կասեի ավերի, Արթուրը կզայրանա կասի, ինչ եղաք, դուրս եկեք, Վիկա ջան, արի բալ Այդպես ելնես, գնանք մեր գործերով, հետո կմիանանք նորից ձեզ բոլորի բարի օրվա շարունակություն եմ ցանկանում։ Տենց ելնես, մենք արդեն ճանապարհ ենք ընկել, մոտ 15 րոպե ժամանակ ունենք, ընթացքում կանգնեցինք սուրճ վերցրեցի, այդտեղի սուրճը շատ համեղ է։ Պարզեցինք, որ մեզ մոտ արդեն վառելանյութը թանկացել է, ինչը որ նորմալ է այս պարագայում արդեն, եւ շարժվում ենք առաջ։ Մի փոքր կադրեր եմ ձեզ ցույց տալիս Իսպանիայի ճանապարհներից, հուսամ որ ձեզ հետաքրքիր կլինի, կմնաք մեզ հետ, կբաժանորդագրվեք եւ սիրով կհետևեք սիրելիներս։ Նա իմ մայրն է, իմ գարունն է, ինձ համար շատ սիրուն է, որ ժպիտով իր ծաղկաբույր իմն է դարձնում ողջ աշխարհը։ Ապրես, լսեք։ Մայրը Ինչ եղավ։ Մայրը Microfono va usar así. Մայրը շատ թանկ է, մայրը անգի է, մայրը միակն է, մայրը ագանձ է։ Gracias. Մայրը մի բառ է, մայրը մի վանք է, սակայն այս բառը մի ադամանտ է։ Մայրքով ժպիտի ինձ համար մի աշխարհ է լուսավոր, լույս է տալիս անհամար ու ջերմացնում ամեն օր։ Ժպիտը ջերմուարի ինձ ուղեկից թող լինի, լույսն է այն աշխարհի, թող որ երբեք չհանվի։ Մի երեխա կա, մի լուսին, մի սիրտ կա, մի լուսին, իմ սիրունիկ, հայրենիք, իմ մայրիկ տանկաղին։ Աղջիկներս միջոցառումը վերջացավ, եկել ենք այստեղ երեխաները սոված են, եկել ենք Մակդոնալդս։ Մի բան կուտեն, ընկերուհիս գնացել է այգի, նոր գրեց, ասաց կգաս էլ այգում ենք, ասացի լավ։ Վիկտորն ասաց մամայիս տուն կտանենք, որովհետև հոգնած եմ։ Էրիկը չգիտեմ, արդեն առավոտվա ժամը 12-ից արդեն ժամը 5-ն է լինում, սոված է։ Հիմա ինչ-որ մի բան էստեղ կուտի, վստահ եմ, որ միայն կարտոֆիլ։
դժվար դուրս գա, ավելի լավ է թող տուն գնամ փոքր հանգստանա, ես Կրիստինայի հետ կգնամ։ Մեկ ժամ կմնանք, հետո կգանք տուն արդեն։ Սիրունս, Վիկտորիա, բոլորն ուզում են քեզ մի րոպե տենան։ Մի հատ բարևի աղջիկ, մի հատ սիրունը։ Մի հատ ասա, մի հատ հայրեն ասա բարև ձեզ։ Սիրուն, մի ամանչի, հետո լի մամանչկոտ Վիկտորիա։ Նայեց ձեզ ու գնաց, Էրիկ է ինտեղ խաղ է անում, մի հատ պտտեմ տեսեք։ Էրիկն է ինտեղ խաղ է անում, մանկական հատված կա, որտեղ որ կարող է խաղը։ Էրիկը սենտեղ փոքր խաղա, իրեն սա հերիք է, գնանք ուրիշ երեխաներ է կան, չեմ ուզում, որ կադրի մեջ ընկնեն, միտեք չէ դեղ արևից եմ նկարում։ Սիրելիներ, մենք արդեն եկել ենք տուն, երկար ժամանակ է անցել, տան հետ լույսերի հետ խնդիրներ առաջացել, այսպես երբ մտանքի առաջ դրա համար վլոգը ուշ դուրս եկավ, եկանք տուն, մաման ճանապարհին զանգեց, ասեց հոսանք չկա տանը, հոսանք դեն է գնացել, բայց տան հետ, ոչ թե ընդհանուր շենք կամ տան հետ էր կապված խնդիրը։ Արտուրը մոտ 3 ժամ փորփրեց, որպեսզի հասկանար ինչն է պատճառը, լավ է ունեցանք, ես էլ դրա համար վլոգը ուշ դուրս եկավ, հետո մտածում էի Մարկոցը հանկարծ հեռախոսի կանջատվի, շատ քիչ օգտագործեմ մի խոսքով, բայց փառքաստու, եթե վլոգը վերսկսել եմ ու վլոգը արդեն դուրս է եկել այսօրվա, նշանակում է ամեն բան լավ է։ Այստեղ մաման հավի ազդրներն էր դուրս բերել, սա համեմ եմ, հիմա աներում մի հոլովակ եմ, բայց սովորաբար ես միշտ լվանում եմ, մսաղել եմ, բայց այդ հոլովակում ասում որ միսը լվանալ չի կարելի, քանի որ իր վրայի մանրեները տարածում է խոհանոցով մեկ, իսկ ջերմային մշակման ենթարկվելուց, այսինքն ջեռոց կամ եփելուց մանրեները ոչնչանում են, իսկ այսպես մնում է երեսին, միտեղ լոգիկայի համաձայն են, որովհետև ասում եմ, եթե լվանակ անգամ օջեռով, ախտահանիչով, միևնույն է ինք այնպես է, որ պահպանվում են։ Մենք ճիշտապես այսպես տեսքին նայում ու մտածում եմ լավ, ոնց կարելի է չլվանալ, բայց մի պարագայում մտածում կարելի է լվանալ ու շատ տաք ջուր բաց թողնել, ինքը թողես ամենը տանի մաքրի, որտև նայեցեք, բայց առանց լվանալ կարծում եմ չգիտեմ ում ձեռքի տակ է անցել, ոնց է անցել, ինչքան է անցել, ինչ պայմաններում է եղել, դրա համար ես նախընտրում եմ լվանալ։ Հիմա սա մի հատ համեմ եմ, այս այն տարբերակն է, որ մաման ինձի գործի է դնում, ասում է, քո պատրաստածը համեղ է, դու արա։ Հիմա որ տարբերակ չես ունենում, որ հերքելով ասես, չէ, դու արա, ոչինչ։ Հիմա սա մի հատ դնենք լվացվի, հետո, այդ եմ ասում, որ ասում են առանց լվանալ, ոնց կլինի է, մի հատ լավ լվանամ, հետո երման ջուրը բաց կթողնենք, թվացարանը կմաքրի։ Համեմունքներով կդնենք սարցարան, այս երկորը կպատրաստենք, որովհետև այսօր դժվար։ Կարող է այսօր պիցայի խմոր պատրաստեմ, սոպետ ենտեղ տենում եմ մաման ինչ-որ ուտեսներ պատրաստել է, ցերեկնել Մակդոնալդսում ենք երել, այնպես որ տեսնենք ինչ ենք անում։ Չորաջիկա, կարմիր պղպեղ, սև պղպեղ չեմ ավելացրել, բարբակուա սոուս, ձիթայուղ, մեկ գլուխ սոխ է կտրատած, կարմիր պղպեղ, մի փոքր կարի և աղ։ Այս ամենը խառնել, համեմել եմ, այս ամենը կտեղափոխեմ սառնարան, հետո արդեն սառցարան։
աղջիկներից, եթե անկեղծ լինեմ, կարծում եմ, ինձ թվում է, որ մի փոքր օգուտ տեսնում եմ այս մազերի համար նախատեսված բաբից, տարբերություն տալիս եմ, 30 հատը դա 15 օրվա համար է, 2 տուփ կգնեմ, այսինքն մոտ ուզում եմ 1.5 ամիս օգտագործել, հետո վերջնական արդյունքով ձեզ հետ կիսվեմ, ու հետաքրքիր է գնել եմ Lidl-ից, բայց արժեքը անկեղծ չեմ կարող ասել, որովհետև չեմ ֆիքսել։ Հաջորդ անգամ կգնամ, գիններ ձեզ ցույց կտամ, ու հետաքրքիր է։ Իմացեք, որ վերցրել եմ Lidl խանութից։ Սիրելիներ, դուրս եմ եկել, գնում եմ բանջարեղենի խանութ, պետք է միտք գնեմ, 1-2 բանջարեղեն ու գանք տուն։ Եթե ասում եմ Մուրադ, ուրեմն Արուսն էլ ինձ հետ է։ Խնդրեմ։ Կրիստինայից փախնել չի կարող։ Հնարավոր բան չէ։ Ընկար Կրիստիկ, ընկար։ Այսինքն օրինակ եթե հիմա ես ու Արտուրը ցանկանանք ինչ որտեղ միայնակ գնալ, դա կլինի գիշերվա ժամը 11-ն էլ, չկա այդպիսի բան։ Sola 8 y 40. Բայց օրինակ ես ու պապան կարող ենք այսօր մենակով գնալ օրինակ մարտի 8 նշել, մենք մենակով Չէ, մենք կոմերի չենք, մենք ուզում ենք ես ու պապան գնանք ման գանք, փոքր զրուցենք, մենք երկուսով մնանք, կարող ենք։ Հա։ Aquellos son una niña. Դու երեխա ես, աղջիկ երեխա ես, դու դեռ ինչ ես։ Soy una niña. Y es el día de la mujer. Ես բարագայում Վիկտորիային Así que a mí también me tenés. Վիկտորիայի համար միևնույն է, ես կգնամ, ես կգամ, հա։ Իսկ հիմա օրինակ ես ու պապան կարող ուզում են գնանք ֆիլմ դիտենք, բայց այդ ֆիլմը քեզ չի կը։ Այդ ֆիլմը մեծերի ֆիլմ է, դու ո՞նց ես գալու դիտել։ Y a mí que me da igual. Խնդրեմ։ Me pone dentro de tu mochila y vamos. Tiene una niña. Dentro de la mochila le llevaron así. Խնդրեմ։ Y así que la te toca. Ասմա, եթե չեն թողնի, ինձ կարող ես դնել պայուսակի մեջ, Y ես է տանեմ։ ¿por qué no me van a dejar si el día de la mujer? Կրիստինա, էլ մի սկսի, Կրիստինա։ Սիրելին այս եկատուն, մի փոքր զարմացած եմ, շեփը չգիտեմ, հաստատ դրել էի տոպրակի մեջ ու անհայտացավ, հատուկ ցանկացա, որ տեսնեմ, բայց ընդամենը այսքան միրգ բանջարեղենին հավատացեք, վճարել եմ 29 եվրո, ապշած եմ։ Սիրելիներ, այստեղ երեխաների վաղվա նախաճաշն եմ դրել, սա էլ Արտուրինն է ու գնամ հանգստանալու երեխաները քնեցին, խոհանոցում, այստեղ խոհանոցում 1-2 բան կհավաքելու դա անեմ ու ես էլ գնամ հանգստանալու, վաղ արդեն աշխատանքի, երեխաները դպրոց, բարապոն, սովորական շաբաթը սկսվում է նորից, շերպնեմ իր տեղում, վերսիելնես էլ երեխաների վաղվա նախաճաշը։ Սիրելնես, եկալվացվեմ, պատրաստվեմ, գնեմ քնելու։ Առաջի բանը, որ անում եմ, դա այս պահին, որ օգտագործում եմ, դա այս լվացման հեղուկն է, որը գնում եմ Մերկադոնայից, այսինքն առաջին անգամ եմ գնել, որ այսպես ասեմ շատ տպավորված չեմ, բայց եւ վատն էլ չէ։ Առաջինը, որ անում եմ, մաքրելու եմ Garnier-ի միցելյար հեղուկով, սա տարիների վերօգտագործվող իմ միջոցն է, որը որ շատ սիրում եմ։ Այստեղ Մերկադոնայից եմ գնել, կոլագենով է հագեցած, դեմքդ լվանում ես, խոնավեցնում է, հիդրատի է բերում, մի խոսքով բավականին լավ միջոց է։ Այստեղ ինչ ունեմ, որ օգտագործում եմ, երեկոյան դնում եմ ռետինոլի հետ պետք է զգուշ լինել, մաշկը լավ խոնավեցնել ու առավոտյան վեր կենալուն պես, էլի ոնպեմոն պետք է մաշկը մի լավ խոնավեցնել, հետո դնել արդեն
դիմահարդարումը, եթե չէ, հաջորդ օրերին կնկատեք, որ թեփոտվել է այս 2 օրերին, որ այս ձեռքով չէի կարողանում ոչինչ անել, անգամ չէի կարողանում նորմալացվել, այս հատվածներում ամբողջությամբ դեմքս թեփոտվել էր, այսպես։ Հետո մաքրում եմ անպայման սալիցիլաթթվի այս բամբակե դիսկերով և վերջում դնում եմ, սա արդեն քնելու գիշերային և ցերեկային է, իսկ ռետինոլը միայն դնում ենք հիշեք երեկոյան, սա հատուկ արդեն միմիկսկի մարշինաների, գնճիրների և նոր սկսվող գնճիրների դեպքում ենք օգտագործում, հիմա առաջինը լվացվելու է միցիլյար հեղուկով, հետո մաքուր վիճակում լվանալու ենք գելով, այնուհետև դնելու ենք սալիցիլաթթվի դիսկերը, թողնելու ենք 2 րոպե, որ ներծծվի, քսելու ենք ռետինոլը, կարող եք ռետինոլից առաջ խոնավեցնել հետո կամ ռետինոլը դնել հետո խոնավեցնել և վերջում ավելացնում ենք դեմքին այս կրեմն ու գնում ենք քնելու, իհարկե չենք մռանում աչքերի ներքևի հատվածում նախատեսված կրեմը, կարող եք դնել որը որ դուք ունեք, ես սովորաբար կոկոսի յուղ եմ դնում, նշի յուղ եմ դնում, դա արդեն էական չէ։ Եվ սիրելիներս, սա իմ գիշերվա այսպես ասած ռուտինն է, առավոտյան էլ այսպես արագ ուղղակի հասցնում եմ դեմքս լվանալ, անպայման առավոտյան դեմքը լվացեք սիրելիներս, դա շատ կարևոր է, դնում եմ սա, լվացվելուց հետո նորից մաքրում եմ դեմքը սալիցիլաթթվով, թեպետ որպես այդպեսին խնդիր չունեմ, այսինքն որպես այդպեսին աչքս դուրս տված չէ, նորմալ է, բայց ամենայն դեպս ապահովությունը լավ բան։ Այդպես սիրելիներս, հիմա լվացվեմ, ճիշտն ասած, երբ որ մազերս այս տեսքն են ունենում, մտածում եմ ինչպես կարող եմ պահպանել, որ առավոտյան ինչ-որ այսպես գզզված մազերով չարթնանամ, սովորաբար յուղն եմ դնում Elseve-ի, մերկադոնային էլ կա, որը որ շատ անուշ է բուրում, թեպետ մաման չի սիրում դա, ես սիրում եմ սա։ Հիմա կամ սա կդնեմ, կամ նա կդնեմ, սա տերմիկ պրոտեկտոր ունի, այսինքն վարսահարդարիչի օդից պահպանում է, տաք օդը, որպեսզի մազերը չայրվի։ Կդնեմ բարձր պոչի կանեմ այսպես, ինչպես Կրիստինան է ասում, պալմայի ծառ կպատրաստենք մամայի գլխին ու կգնանք քնելու։ Այսպես սիրելիներս, այլ մեր այսօրվա օրն էր այսպիսին, հուսամ որ ձեզ հետաքրքիր էր, լավ ժամանակ անցկացնեք այդ մի քանի 10-12 րոպեները մեզ հետ, ինչպես հասկանում եմ վլոգը այսօր շատ երկար չի ստացվելու, ներեցեք, եթե անկեղծ լինեմ ուզում եմ գնալ հանգստանալ, որովհետև վաղ առավոտյան արդեն աշխատանքի եմ ու չգիտեմ ինչպես կընթանա, Փառք Աստծո, ցավ չունեմ, բայց այս հատվածում մի այնպիսի կապույտ գույն երանգ է ստացել ոտքից վրա, նույնպես գլխիս այս հատվածին ձեռք տալուց նույնպես կա, ուղղակի առաջի պահից ձեռքը սկսած չի կարողանում բացել, փակել, բայց հիվանդանոցում սպասելու ընթացքում հասկացա, որ 3-4 ժամ հետո ձեռքիս այդ ցավը մի տեսակ մեղմանում է, գնալուց առաջ դրել էի դիկլոֆենակի գելը, բայց ռենտգեն արեցին այդ ընթացքում, ասացին ոսկորի հետ կապված ոչինչ չկա, ես էլ հասկացա, որովհետև ցավ չկար, արդեն ցավը թուլանում էր ինքն իրան, ցավազրկող էլ չէի խմել, որ ասեմ դա էր նպաստել, որ ցավ չկար։ Հաջորդ օրը էլի ցավ կար, բայց թեթև, արդեն շատ չնչին, երրորդ օրը արդեն գրեթե անցել էր, դա այսօր արդեն ինձ լավ եմ զգում, կարող եմ, ինչպես իսպանացիներն են անում, իրենց պատճառը, այսպես օգտագործում դա որպես բուլետին, կարող եմ նաև երկարացնել, բայց քավլիցի դրա ցանկությունը չկա, ես նախընտրում եմ աշխատել, հետո հեշտ ստացված բանը միշտ էլ այսպես արագ գնում է, դա լավ իմացեք,
կարող ենք մարդկանց խաբել, բայց վերևում Աստծուն երբեք ու երբեք հավատացեք, ինչ եւ լավ եւ վատի դեպքում սիրելիներս, իմացեք, ամեն արածը գալիս է մեր առաջ։ Դրա համար ես նախընտրում եմ սիրուն վեր կենալ, շնորհակալ լինել ու գնալ աշխատանքի։ Մանավանդ մեր այս օրերում, այսօր օրինակ դպրոց գնալուց առաջ հասկացանք, որ ինչպես ասում էի, կթանկանա, այդպես էլ կա, որ բենզինը մեզ մոտ վառելանյութ է, այսինքն հա մեզ մոտ թանկացել է, Արտուրն ասում էր առաջ 1.45 է, հիմա դարձել է 1.90, այսինքն ուղիղ 45 սենտ մի քանի 2-3 օրվա մեջ թանկացել է ու դա ասում Արտուր կարծում ես, որ այդքանը կկանգնի ու վերջ, բնականաբար, որ դա դեռ սկիզբն է ինձ համար ու հիմա դրա հետ մեկտեղ թանկանալու է վստահ եմ ամեն բան, դրա համար եթե ստացվի վաղ կգնամ մի փոքր ավելի թանկ սննդամթերքը, դա կլինի ձիթայուղ, մեզ մոտ ձիթայուղը ոսկու արժեք ունի այս պահին, ու թե մնաց հիմա մի հատ էլ վառելանյութն է թանկանալու, դա պատճառ կհանդիսանա, որպեսզի ավելի թանկացնե։ Եթե հետևում եք ինձ, մի քանի վլոգներ առաջ ասել էի, որ խոսակցություն կա, որ կարող է ձիթայուղը թանկանալ։ Աշխատողին էլ հարցրեցի, այսպես դե վստահ եմ, որ իրավունք չունի, հա, այսպես տեղեկատվություն տարածել, իչե որ այդպես չլինի։ Մի խոսքով Աստված բոլորից պահապան, հավատացեք, պատերազմները միմիայն չարիք են, կապ չունի չուրախանանք, որ երկրում է, ովում դեմ է կրվում սիրելիներս, սա հատուկ արվում է նրա համար, որ ուղղակի տուժվում են անմեղ մարդիկ։ Մեկը կարող է ինձ մոտով ցույց տալ, որ երբևիցե եղած պատերազմների մեջ մասնակցել է ինչ-որ նախագահ կամ քաղաքական գործիչ, չէ, ուղղակի հրահրում են իրենք այսպես սիրուն, հեռվից նայում, ես ասում պատշգամբից դիտում են, թե ուղղակի սովորական մարդիկ ինչպես են կռվում, զոհվում ու մահանում։ Տխուր բաներից չխոսենք, Աստված բոլորից պահապան, լավատեսությունը ամենալավ բանն է, որ կարող ենք այսպես մեր ներաշխարհը պահպանել սիրելիներս, եթե ոչ, մի խոսքով սիրում եմ բոլորից շատ, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, լավ մնացեք, բարին եմ ձեզ, եթե ցանկանում եք կարող եք միանալ, բաժանորդագրվել, որպեսզի հետևեք իմ մնացած վլոգներին, սիրելիներս, կխնդրեմ մի փոքր ակտիվ լինել, թողնել մեկնաբանություններ, սրտիկել, դա հաստատ ձեզանից ոչ մի ժամանակ ու ինչ-որ հատուկ բան չի խլելու, բայց հավատացեք, եթե ցանկանում եք ինձ օգնել, դա ինձ համար մեծ օգնություն կլինի։ Մնացեք բարով եւ խաղաղությամբ, բոլորիդ բարի գիշեր եմ ցանկանում, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ցտեսություն, բարի գիշեր։